Հայաստանում առաջինը, առհասարակ առաջինը Հայաստանի հասարակական դաշտ հայհոյախոսությունը եւ խայտառակ բառապաշարը բերել է ինքը Փաշինյանը, ինքը մինչեւ Վարդան Ղուկասյանի գոյությունը դոգմա կանոնով ինքն էր դոգը, այսպես ձևակերպենք, սա մեկ, երկրորդ հիմա էլ իր կողմնակիցները չգիտեմ ինչ-որ էթիկայի ինչ-որ անհասկանալի թերթոններ են փորձում իրենց ընդունել, բայց դա որևէ կապ չունի, իրենք շարունակում են լինել հայհոյախոսության, տհաճ, անընդունելի բառապաշարի կարևորագույն ռետրանսլյատորները Հայաստանի հասարակական դաշտում, այնպես ով խոսի, իրենք իրավունք չունեն։ Կոնկրետ Նարեկի եւ Վազգենի պարագայում մենք ունենք մի խայտառակ դեպք, երբ ազգային ժողովի աթոռին նստած մարդը հայհոյում է տղաներին, տղաները պատասխանում են իրեն եւ իր իսկ դիմումի հիման վրա հայտնվում են անազատության մեջ, նույնը կարելի է ասել նաեւ 168-ի նկատմամբ ծավալված